Դատավորի եղբոր առանձնատնից օրեր առաջ տեղի ունեցած գողությունը օպերատիվ կերպով բացահայտվել է։ Կոտայքի մարզի իրավապահներին հաջողվել է ոչ միայն բացահայտել և ձերբակալել հանցավոր խմբի բոլոր անդամներին, այլև ետ վերադարձնել գողոնի մեծ մասը։ Հոկտեմբերի 15-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում կատարվել է գողություն։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 13:30-ից ժամը 20:30 ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը բացելու միջոցով ենթադրյալ հանցանք կատարած անձինք մուտք են գործել դատավորի եղբոր բնակարան և գողացել ոսկյա զարդեր, գումար և ձեռքի ժամացույցներ։ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց այն մասին, որ իրենց էր զանգահարել Հակոբյանը եւ հայտնել, որ Առինջ գյուղում գտնվող իր բնակարանից տեղեր ունեցել գողություն։ Հանցագործները առանձնատնից գողացել էին թվով 4 հատ ժամացույցներ, $50,000 գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ Ուսումնասիրվել են ինչպես դեպքի վայրի, այնպես էլ հարակից տարածքի տեսախցիկների տեսաձայնագրությունները, որի տեսաձայնագրություններում երևում է ենթադրյալ հանցագործություն կատարող անձինք Պարիսպի վրայից անցնելով մուտք են գործում առանձնատան բակ, այնուհետև օգտվելով տան դռան բաց լինելու հանգամանքից դռնից ներս են մտնում առանձնատուն։ Այնուհետև եվրոպական արտադրության պատուհանի միջոցով դուրս են գալիս տան բակ եւ Պարիսպի վրայով անցնելով դիմում են փախուստի։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեցին ենթադրյալ հանցանք կատարած անձանց ինքնությունները։ Համատեղ միջոցառումների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեցին թվով 3 անձին, որոնք կասկածվում էին նշված առանձնատնից գողություն կատարելու համար։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է, նախաքննությունը դեռևս շարունակվում է։